Իրանի կղզիները վտանգի տակ են։ Միացյալ Նահանգները եւ Իսրայելը տարածաշրջանի երկրներից մեկի հետ պատրաստվում են հարձակվել ռազմավարական նշանակություն ունեցող իրանական կղզիներից մեկի վրա։ Այս մասին Իրանի խորհրդարանի ղեկավարը Ղալիբաֆն է հայտարարել, բայց դեռ չի հստակեցրել, որ կղզու մասին է խոսքը։ Փորձագիտական դաշտում ակտիվ շրջանառվում է երկու տարբերակ։ Երեք կղզիների հետ կապված, որոնք գտնվում են Հորմուզի նեղուցի մերձակայքում, շատ է խոսվում նաև Խարկ կղզու մասին, որտեղ Իրանի նավթի արտահանման գլխավոր տերմինալներն են, այդտեղ տարբեր հաշվարկներով 90%-ը նավթի արտահանման այդ կղզուց է իրականացվում։ Եթե Միացյալ Նահանգների թիրախը Խարկ կղզին լինի, դա Իրանի համար անհետևանք չի կարող մնալ։ Պարսից ծոցի հյուսիսում գտնվող Խարգի տնտեսական նշանակությունը Իրանի համար ռազմավարական է։ Այստեղից է արտահանվում իրանական նավթի շուրջ 90%-ը, փաստում է փորձագետը։ Ինչու են կղզուց արտանում, որտեղ նավթատարերը, հատկապես որոնք մտնում են Պարսիցից, իրանք ահռելի մեծ նավթատարեր են, նվազագույնը 100,000 տոննա է, մինչև 300,000 տոննայից նավթատարեր կար։ Դրանք մոտենալ նավահանգիստների այդ ահռելի նավթատարերը չեն կարող։ Եվ դրա համար օգտագործում են կղզին։ Իսկ Հորմուզի նեղուցում գտնվող 3 կղզիները Աբու Մուսան, Մեծ եւ Փոքր Թումբերը, թեև կարևորությամբ զիջում են Խարգին, բայց հենց այս կղզիներից է Իրանը ծովային ականներ սփռում նեղուցի ջրերում։ Ղալիբաֆի հայտարարության մեջ նշված տարածաշրջանային պետություններից մեկի հետ Միացյալ Նահանգների համագործակցության հանգամանքը այստեղ ավելի պարզ է դառնում։ Արաբական Միացյալ Էմիրությունները անցած դարի 70-ականներից է հետաքրքրված 3 կղզիներով։ Բրիտանացիների հեռանալուց հետո Իրանը զբաղեցրեց այդ կղզիները, այն դեպքում, երբ, ինչպես նշեցի, էմիրությունները համարում են, որ դա իրենց կղզիներն են, եւ այդտեղ արդեն այդ կղզիների վերաբերյալ երկու երկրների միջև կա այդ տարաձայնությունը, բավականին սուր տարաձայնություն։ Սաուդյան Արաբիան մյուս պետությունն է, որը կարող է գործակցել Միացյալ Նահանգների հետ ընդդեմ Իրանի։ Այս պետությունը տնտեսական եւ քաղաքական մրցակցության մեջ է Իրանի հետ եւ բաց չի թողնի նրան տնտեսական հարված հասցնելու հնարավորությունը, հատկապես այն պայմաններում, երբ հին բարեկամն է նման առաջարկանում, ընդգծում է վերլուծաբանը։ Այդ դեպքում իհարկե Իրանն էլ իր հերթին հարվածելու է Սաուդյան Արաբիայի տնտեսական ենթակառուցվածքներին, ընդ որում ոչ միայն Իրանն է հարվածելու, նաեւ մեծ հավանականությամբ ռեգիոնում Իրանի աջակից ուժերը, այդ թվում հութիները։ Որ կղզու վրա էլ հարձակվեն, հետևանքը նույնն է լինելու, պնդում է էներգետիկ փորձագետը։ Ցանկացած սցենարային զարգացում տանելու է հետևանքի եւ դա նավթի գների բարձրացումն է լինելու, ընդհուպ $150 մեկ բարելի համար։ Նույն իրավիճակն է ստացել։ Դա կհարվածի Իրանի, կզրկի Իրանի նավթը արտահանելու հնարավորությունից, բայց նավթատարերի այդ խողովակները գտնում են իրանցիների մերունը վերահսկման տակ, իրանք ուղղակի նավթատարերը կկանգնացնեն եւ նավթը այլևս այդ կղզի չի գնա։ Բայց նավթի արտահանումն էլ իրանական, որը իմիջիայից հիմա որոշ չափով կա, բայց էլի էականորեն նվազել է, ընդհանրապես կանգ առել, որը նորից կազդի նավթի գների վրա։ Եթե Միացյալ Նահանգներն իրագործի այն, ինչի մասին խոսում է Ղալիբաֆը, վերլուծաբանի պնդմամբ կլինի սիմվոլիկ քայլ, ցույց տալու համար, որ եւս մեկ նպատակ իրագործված է։ Բայց փորձագետները չեն անտեսում տարածաշրջանում ցամաքային, ծովային եւ դեսանտային ուժերի կուտակումը։ Այս ֆոնին Իրանի ամենածանրակշիռ քաղաքական գործիչներից մեկը զգուշացնում է. տարածաշրջանային ցանկացած պետություն, որ կհամագործակցի Միացյալ Նահանգների հետ, կդառնա Իրանի անողոք հարվածների թիրախը։ Սեդա Գյուրեղյան, Նոնա Գևորգյան, ABC Media։